Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա մայստրո Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը նվիրված բեմական գործունեության 60-ամյակին, որտեղ կհնչեն համաշխարհային ջազի հայտնի գործերը եւ հեղինակային ստեղծագործությունները մայստրոյի, հրավիրված երաժիշտների կատարմամբ։ Լուիս Առավոտի մայստրո, մեզ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ձեզ մեր տաղավարում եւ շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նշելու եք ձեր բեմական գործունեության 60-ամյակը։ Եթե հետադարձ հայացք գցենք, ո՞րն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումը հայկական եւ համաշխարհային ջազի արվեստում։ Ձեռքբերում իմ հանդիսատների ծափերը ամենամեծ ձեռքբերումը։ Երկրորդ ձեռքբերումը, որ հավատացել եմ ուժերի վրա եւ կարողացել եմ հաղթահարել դժվարություններ եւ անել են ինչ որ ես հիմա անում եմ։ Առայժմ երկու ձեռքբերում։ Բայց ես կարող եմ, եթե թույլ կտաք, նաև մի բան կուզեմ ավելացնել, որ ձեր շնորհիվ ամբողջ աշխարհը եւ այլ ազգի ներկայացուցիչները մարդիկ ձեր երաժշտության շնորհիվ նաև հասկացան, ընկալեցին, տեսան հային այլ կերպ, նրանք տեսան Կոմիտասին, նրանք տեսան Նարեկացուն, ներսե շնորհալուն ու տեսան այն հային, որը իրականում կա, այլ ոչ թե ինչպես տարբեր բացասական հոդվածներում է ներկայացվում կամ սխալներով է ներկայացվում։ Ձեր երաժշտությունը ահռելի մեծ գործ է արել այդ հարցում։ Հուսով եմ, բայց իրոք մեր ազգին շատ ուրիշ ձև է ներկայացնում, դա շատ ինչ խոսք։ Առողջ վերաբերում չի մեր հանդեպ։ Բայց իրոք արվեստը, երաժշտությունը շատ է մարդկանց հոգիները փափկացնում եւ մարդկանց շատ է մոտեցնում եւ ազգ ներկայացնում, ինչ խոսք, ոնց որ ամբողջ աշխարհում 20-րդ դարում մեր համաշխարհային աստղերը Արամ Խաչատրյան, Շահնազար հայ ներկայացրեցին եւ աշխարհը ճանաչեց հային, վերջապես էր ասած հային։ Եվ դա ամենակարևորն է, որտեվ մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե մեր ագրեսիայով, ոչ թե մեր զենքերով, մեր արվեստով, մեր հավատքով, որ լինելով առաջի քրիստոնյա ազգ։ Դա շատ կարևոր բան է, դեր ասածի մեջ։ Համաձայն եմ այդ լրիվ։ Մայստրո, ըստ ձեզ ինչպիսին է այսօրվա ջազային հանդիսատեսը Հայաստանում եւ արդյոք երիտասարդությունը շարունակում է գնահատել որակյալ եւ դասական դարձած արդեն ջազային երաժշտությունը։ Ես կարող եմ ասել, մենք հերոս ջազմեններ ունենք Հայաստանում, հսկայական երիտասարդների խումբ, որոնք որ շատ բարձր մակարդակի երաժիշտներ են, շատ։ Եվ կարող են մրցել որոշ համաշխարհային ջազ երաժիշտների հետ մի բան լավել։ Բայց շատ ափսոս որ չեն գնահատվում, չեն հաջողություն չկա։ Ոչ կոմպոզիտորի տամիությունից, ոչ մշակույթի նախարարությունների հաջողություն չկա ջազին։ Այդ տղաները ակումբներում նվագում են կոպեկներով, եւ ոչ ոք իրանց ստիմուլ չի տալիս, եւ իրանց ստիմուլը նորից սերն է դեպի Հայաստան, դեպի ջազը, դեպի բարձրագույն արվեստը, որտեղ ջազը շատ բարձրագույն արվեստ է, իմպրովիզացիոն արվեստը, գիտեք, միշտ գնահատվել է։ Եվ մեր ազգը օժտված է իմպրովիզացիոն մտքով եւ լեզվով եւ արվեստով։ Համերգին հնչելու են թե համաշխարհային ստեղծագործություններ եւ թե ձեր հեղինակային ստեղծագործությունները, ինչպես է կատարվել ստեղծագործությունների ընտրությունը, որպեսզի այն լավագույնս կերպով ներկայացնի այդ 60-ամյա ուղին։ Մենք այս տարի ունենք հյուրեր, որ առաջ անգամ են Երևանում գտնվելու, ունենք երգչուհի Իլեն Ստեպցերը, որ շատ հայտնի երգչուհի է մեծանալներում, եւ ունենք շեփորահար եւ երգիչ Թոնի Բրիտ, դա էլ առաջ անգամ շատ բարձր մակարդակի երաժիշտ է, երգում է եւ նվագում շեփոր, շատ գեղեցիկ, չեք պատկերացնի։ Եվ իրենց երգերի ցանկն էլ նկատի ունենալով ընտրություն արեցինք
ինչպեսի ծրագիր լինի, որ իրանք իրանց կոմֆորտ կան, իրանց ուզած երկերը եկեն նվագեն։ Եվ միշտ էլ միջանկյալ կան իմ ստեղծագործություններից, որոնք հայտնի են շատ։ Ինչ-որ նոր սյուրպրիզներ կան, Ամերիկի ընթացքում կան չեն։ Եվ գալու է նորից սաքսոֆոնուար Լուիս Վան Թեյլորը, որը մենք աշխատում ենք արդեն 35 տարի։ Առաջ անգամ իմ ձայնապնակը Միացյալ Նահանգները որ դուրս տեսավ ֆորիո խորագրով ես ձայնագրվեցի Լուիս Թեյլորի հետ։ Շատ բարձր մակարդակի էր այստեղ։ Իմ մոտիկ ընկերն է շատ։ Գալու է նորից երկրորդ անգամ Կարլ Վինսենտ, կոնտրաբասիստ, որ երկրորդ անգամ է գալիս։ Եվ շատ հետաքրքիր երաժիշտ է գալիս, շատ բարձր տաղանդավոր մակարդակի Dan Littleton հարվածային գործիքներ, որ առաջ անգամ Հայաստանում մենք ունեցանք 97 թվականին ջազ փառատոնին հրավիրված Հայաստանի կառավարության կողմից մենք Dan Littleton-ը եկանք Երևան համերգների մեր ելույթը իր հետ կատարվեց։ Նա ուզում եմ իջեցնել մեր ուսուցիչին, որ For You-ն նաև արժանացել է ԱՄՆ-ում լավագույն ջազ ալբոմ։ Այո։ Եվ իհարկե լավագույն ջազ երաժիշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երբ ձեր հայրիկը գնացել էր Անգլիա որպես տուրիստ, ձեր համար բերել էր Ջիմի Սմիթի ձայնասկավառակը, որը որ ձեր համար ամենաթանկ ու ամենասիրելի կարևոր նվերներից մեկն է։ Հիմա փոխվել են ժամանակները, արհեստական բանականություն, համացանց ու ձայնասկավառակ CD միմյանց նվիրելը, թողարկելը կարծես հետընթաց է ապրում համենայն դեպս Հայաստանում։ Արդյոք արհեստական բանականությունը կամ համացանցը իր բացասական ազդեցություն ունեցել է ջազի վրա, թե ջազը կարողացել է իրեն ամբողջովին պահել եւ զերծ մնալ այդ բացասական երևույթից։ Սկսենք Ջիմի Սմիթի դիսկից, որ ինձ համար շատ խորհրդանշական է, որտեղ մինչև այդ պահը հայրիկիս էլ մենք մի քիչ խնդրեմ ունենք, ինքնուրույն դասական երաժշտություն նվագեմ, ես ջազ եմ սիրում։ Մի շատ գեղեցիկ պատահականության շնորհիվ հարես համոզեց, որ ես ջազ նվագեմ։ Եվ իրան հրավիրել եմ Անգլիա որպես դելեգացիայի ղեկավար եւ ինքը հասկանալը, որ ես ջազ նվագեմ, ինձ դիսկ էր բերել դες։ Եվ շատ թանկ էր տվել առը դիսկ։ Եվ խոսենք հիմա որակների մասին դիսկերի, մենք ասում LP են կոչվում այդ մեծ դիսկերը։ Մեծ պլաստինաների մասին։ LP-ների ձայնը մի 10 անգամ ավելի բարձր որակի է, քան CD-ը։ Որտեղ նրանք իրոք ձայնը լսելով կողքդ նվագեն։ CD-ն էլ ավելի 10 անգամ ավելի վատ։ Իսկ հիմիկվա CD տեսքում 20 անգամ ավելի վատ։ Որ դուք լսում եք փոքր հեռախոսներով 30 ամառա չի լսում։ Շատ խսիախմած վիճակներով է։ Դա ինձ հետո ավելի վատ հնարավոր լինի, բայց շատերը վերադառնում են հին LP-ներին, որտեղ իմիջիայլոց ես LP-ի շատ մեծ կոլեկցիա ունեմ, նվիրված անձամբ Շարլ Ազնավուրի կողմից իր դիսկերը, 24 դիսկ ունեմ Ազնավուրի իր նվիրված դիսկերը։ Եվ դա մեծ կանց է։ Եվ նպատակ ունեմ, որ ես գնամ շրջագայություն։ Պրոյեկտիվացիա, հայրամոնցա պրոյեկտիվացիա։ Ինչպես։ Պրոյեկտիվացիա։ Նվագարկիչ։ Նվագարկիչ, այո։ Որ լսեմ այդ դիսկերը։ Լավ բանով։ Los Angeles Times-ը ձեր երաժշտությունը որակել է թարմ շունչ ջազային երաժշտության մեջ։ Դա կարող ենք համարել ձեր հաղթանակներից մեկը այս 60 տարվա կարիերայում, թե դա այդպես մեծ որպես հաղթանակ չենք ընդունում։ Դա հաղթանակների սկիզբն է, ճիշտ ասած, Միացյալ Նահանգները, որտեղ ես որ նոր էի Միացյալ Նահանգներ մեկնել, ճշտվեցի իմ երաժշտությունը տարբեր երաժիշտներին, բոլոր ասում են, գիտես, դուք նվագես նա ինչ-որ իրանք են ուզում։ Եվ շատերը ինձ ասում են, թե դուք խելքը թրծվեց, ոնց կարող գալ Ամերիկա ջազ նվագել։ Եվ մի հատ շատ հայտնի երաժիշտ եմ ուզում անվանտամ, ասում
ուշ բանոց բավի մեքենա քշի տաքսի բան ինչս ինչ շատ ինչ բան ամերիկա այս գիգանտների մեր ոնց կա ես հերի հաղթանակեր իմ հավատարիմ ուժերին եւ ինչ խոսք մի քանի ջազ երաժիշտներ ռոք իրոք բարձրամակարդակ ջազ երաժիշտներ համաշխարհային կարգի ոնց է դες պատահական հանդիպեցի մեծ այններում շատ պատահական իրանք լսելով երաժշտություն ասեցին սա մեծ հրաշքա բայց ամբողջ ձանագրվի անկից թվեցին սիմուլը իրոք պիտի ձանագրեմ հավատացի իմ ուժերը հավատացի իմ երաժշտությունը իրենք որտեղ գնում ես միացանարներ դու ոնց որ մի Դիեզ երկում գտնվես հսկայական դու օվկիանոսի մեջ մի կաթիլ ջուր եւ դու չգիտես ուր գնաս ում է հասես ինչ ում դիմես բոլորը իրենց զբաղված իրենց գործերով դու գիտես բախտի ժպտա ու դու ապատամամ դու գտես ամարտը որը հավատա քու արած գործին քու երեսանը եւ ասի ամբողջ ցանագրվի այդտենց էլ եղավ եւ շատ պատահական եթե դες դակերը պատահականություն եղավ սիրո ես մեծ շատ բարձր մակարդակի ջազակոպի ղեկավար դառա 90 թվականին եւ ես ջազ երաժիշտներ հրավիրում տանի ղեկավարը ինձ ազատություն է տվել ֆինանսական ասաց ում ուզում ես հրավիրի որ ջազ կլուբը ֆրանսիական ջազ կլուբ էր որ ինքը ունենար հաջողություն լոգիկա էր ես էլ երաժիշտների հավաքում նայվել լսում էի գնում էի հակումներ որ երաժիշտներ հրավիրում էի մտնվագել բավական լավ գումարով եւ բանը բարձրացավ որակի ակումբի եւ մի օր սպասում երաժիշտի իմ կակաս Լուիս Տեյլոր բրիգադ չկարացավ գար զանգացած գնաց ես չեմ կարող կամ ինտեղ մեծ մտուի երաժիշտ գալու Կարլեր Թոմաս ասի օքեյ ցույց հավատում ինքը որ ռեկոմենդացիա անում գիտեք մեկ ժամը 9-ին դիգա 9:30 մարդ չկա 9:30 25 պակաս 10-ին դուրը բացում ես մարդը գալիս սաքսոֆոնոսին նայում է ինձ ասում ուշացել ես արյաս մարիս ասում այ ասում ես նվագեմ ասում նվագի բայց ինչ զեկել եւ բացում նվագել ես ապշում եմ ինչ նվագ որակի նվագ ապշի իրոք սա մարդիկ է զամացած իրան ամես հիշտակային ձայները ընչեցնում է սաքսոֆոնը եւ ավարտեց պրոցես ասեց կոմն ինչպես է ասի գարիկ է սրան ասեց Էդի Հերիս հավատակ Էդի Հերիսը Ջամայկի լավագույն ջազ երաժիշտներից մեկն էր որ կվանում Հոլիվուդ բոլում 8-ից 9,000 հանդիսատեսի համար ջազի նվագում եւ հանդիսատեսը 2 ժամ պարում էր լատին կուբայական ջազի նվագում լես մկան դաշնակարի այդ ապշելու բարձրամակարդակ եւ տենց այդ պատահական այդ այդպեսի բարձրամակարդակի երաժիշտի ծավալտացավ մենք ընկերացանք եւ ինքը շատ մեծ դեր կատարեց այս ֆորյու դիսկի ստեղծմանը Պարոն Քյոսյան, նոր սերնդին ինչ խորհուրդ կտաք, ովքեր ֆանատիկորեն սիրահարված են երաժշտությանը, բայց երբեմն թերահավատորեն են մոտենում իրենց ուժերին, չեն հավատում իրենց, որովհետև կարծում եմ շրջապատը շատ մեծ դեր ունի, չէ՞։ Շատերը երևի 80%-ը միշտ ասում են չի ստացվի քո մոտ, այն 20%-ն է, որ մոտիվացնում է, հավատում է քո ուժերին։ Ինչ խորհուրդ կտաք այս մատաղ սերնդին, որ գալիս է։ Հավատալ իրանց ուժերին առաջին եւ ինֆորմացված լինեն եթե ասում են արվեստի մեջ ինֆորմացիա են ինչ նկատում որ իրանք եթե ուսումնասիրում են արվեստ կամ երաժշտություն կամ ջազ կամ դասական ամեն ինչ ուսումնասիրել խորքերը հիմքը ուսումնասիրել որտեղ հիմքից ամեն ինչ գալիս եթե ջազը սիրում ջազի ակունքները բանալն որտեղ իրանք դերից ավելի շատ բան կսովորեն քան թե նոր ջազմեններից որ նոր ջազմենները տենդենցիա ունեն որ իրանք ավելի շատ իրանց են ցույց տալի քան թե երաժշտություն իսկ հին ջազմենները որ եկել են որոնց ես եմ սովորել ասեմ Օսկար Պիտերսոն, Էլա Ֆիջերատ, Լուի Ամստրոնգ դրանք երաժշտություն են ներկայացնում նրանք իրանց ցույց չեն տալիս չասնելով ֆանտաստիկ տեխնիկա ամեն ինչ
Դուք շատ մեծ կարևոր նաև աշխատանք եք արել շատ հազարավոր մարդկանց փոխարեն։ Դուք համաշխարհային դեմքերի ձեր օգնությամբ բերել եք Հայաստան, ծանոթացրել եք Հայաստանին։ Նրանք ծանոթացել են մեր պատմությանը, մեր մշակույթին եւ այս համերգին եւս նման քայլ արվել, կրկին հրավիրվել են տաղանդավոր հայտնի երաժիշտներ, որոնք ֆանտաստիկ են ջազում։ Դա երկուսը մեկում է ստացվում։ Դուք շատ կարևոր առաքելություն եք կարծես թե մեր պատմությունը հնարավորինս տանել դեպի դուրս եւ իհարկե Հայաստան բերել մեգա դեմքերի։ Շնորհակալ եմ իշխոցքը դատականի համար։ Դրանց իրոք մեծ պատիվ է եւ պարտականություն եւ իրոք երազանքի կատարում, որ այդպես երաժիշտներ գան Երևան եւ կնվագեն այն ինչ որ մեր ժողովուրդը կարիք ունի լսելու։ Շատ կարևոր է իշխոց։ Միանշանակ։ Ու ինչպես որ դուք նշեցիք, երբ որ դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներում էիք ու ձեզ չէին հավատում կամ ասում էին ինչու եք զբաղվում ջազով, արի մեքենա վարի ու տարիներ անց 2000 թվականին ձեր խումբը ճանաչվում է լավագույն ջազ խմբերից մեկը։ Ձեր զգացողությունը կամ հպարտությունը այդ պահին, որովհետև կարծում եմ այդ մարդկանց կողքին կային էլի մարդիկ, ովքեր որ չէին հավատում կամ չէին պատկերացնում ձեզ, թե ինչու ջազ։ Բայց 2000 թվականին ձեր խումբը դարձավ լավագույն ջազ։ Գիտեք, որ չի հավատում, դժվար հավատացնել։ Անհավատներին դժվար է հավատացնել։ Մնաց բոլոր ռևոլյուցիաները դրա տրանսֆեր են կառուցում, որտեղ այն խելոքին ասում են, թե ամենադժվար բանը չհասկացողի բան աշխատելն է։ Գիտեք, դա ամենադժվար բանն է։ Վաու։ Դե ինչ, եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստայտորին, որ ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա մայստրո Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը նվիրված բեմական գործունեության 60-ամյակին, որտեղ կնչեն համաշխարհային ջազի հայտնի գործերը եւ Գարի Քյոսայանի հերինակային ստեղծագործությունները, հրավիրված հայտնի երաժիշտների կատարմամբ։ Շնորհակալ ենք ձեզ, որ ժամանակ գտաք եկաք մեր մոտ։ Ու ես գիտեմ, որ դուք որքան էլ հեռու լինեք Հայաստանի Հանրապետությունից, լինեք տարբեր երկրներում, տարբեր բեմերում, Հայաստանում ելույթ ունենալը, Հայաստանի բեմերում ելույթ ունենալը, դա ամեն անգամ ձեր համար մի նոր փունջ զգացողությունների ու մի մեծ հպարտություն է, կարծում եմ, այդպես։ 100% իհարկե համաձայնաբերել։ Եւ մի նոր էներգիա ձեզ հետ վերցնելով, այսպես կրկին գնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իհարկե։ Իսկ Հայաստանում ամենաշատը որ վայրն եք սիրում, ինչն եք սիրում, որ գալիս եք օդանավակայան, իջնում եք ինքնաթիռից, մտնում եք Երևան։ Ինչ եք անում առաջինը։ Դե իհարկե, ընկերներ հանդիպել Երևան եւ այն։ Չեք հավատալ, Երևանի օդը զարմանալի տարօրինակ ձևի, ինչ-որ մի ուրիշ բույր ունի անհասկանալի, անբացատրելի։ Եվ իշխոց Երևանի ամեն ինչը, Հայաստանի ամեն ինչը, մարդիկ, մրգերը, գիտեք, դες մրգեր աշխարհում դες մրգեր չկան։ Ապշելը։ Շնորհակալ ենք մայստրո իսկապես։ Այն երաժշտության համար, որ ունենք այսօր, շնորհակալություն ձեզ բոլոր այն գիգանտների համար, ովքեր որ ձեր շնորհիվ եկել են Հայաստանի Հանրապետություն, շնորհակալություն, որ ապրիլի 25-ին ունենք այս համերգը եւ շնորհակալություն ձեզ ձեր գործունեության այս 60 տարիների համար, որ ես վստահ եմ, որ հերոստա տեսախցիկից այն կողմ շատ-շատերը հիմա եթե դիտում են մեզ տարբեր սերունդներ, վստահ եմ, որ ամեն մեկի կյանքում երաժշտասեր մարդու կյանքում դուք միգուցե փոքրիկ, բայց կարևոր դեր խաղացել եք։ Հուսով եմ։ Ես եմ շատ շնորհակալ ջեմ եւ ամիջական զրուցության, որտեղ ամիշ չի որ կարող ասել հանգիստ զրուցել, ամիջական Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն եւ մեգա հաջողություններ։ Շատ շնորհակալ ենք։ Դե ինչ, իսկ մենք մեր հեռուստայտորի շնորհակալություն ենք ուզում հայտնել, վաղը տաղավարում կաշխատենք ես եւ Թերեզան կլինի, Թերեզան են փոքրիկ աղջիկ, կրկին շատ հետաքրքիր է լինելու, ունենալու ենք շատ լավ հետաքրքիր հյուրեր, կրկին մշակույթ, երաժշտություն, թատրոն, ամեն ինչից։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, մեր բոլոր հարցազրույցները, ինչպես նաեւ այս հարցազրույցը պարոն Քյոսայանի հետ կարող եք գտնել YouTube-յան մեր պաշտոնական ալիքում, լսել եւս մեկ անգամ վայելել այս ֆանտաստիկ մարդու մտքերը։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ ձեզ լավ օր, մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։